Քրիստոս հարյալ իմերելոց Հանունոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն մի չար փոխանակ չարին հատուցանել կամ բամբասանս ընդ բամբասանս այլ զնորին հագարակ օրհնել ոչ թե չարի փոխարեն չարով հատուցել կամ բամբասանք ընդդեմ բամբասանքի այլ ընդհակառակը օրհնել Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր այս ցուցումը հորդորը պատկամը թելադրանքը հրամանը վերցված է Պետրոս Արաքյալի ընդհանրական նամակից որտեղ Պետրոս Արաքյալը այս հորդորն է ուղղում մեզ ասում է չարին չարով մի հատուցեք ոչ էլ բամբասանքի դեմ բամբասեք այլ բացարձակապես հակառակը օրհնեք ինչու որովհետև դուք օրհնության կոչված եք եւ եթե դուք ուզում եք օրհնություն ստանալ ոչ թե չարին պիտի հատուցեք չարով եւ բամբասանքին բամբասանքով, այլ պիտի օրհնեք, որպեսզի օրհնության արժանանա։ Այսօր Կարմիր կիրակի է։ Ինչու ենք անվանում Կարմիր, որովհետև փուլ առ փուլ հիշում ենք եկեղեցվո զարգացումը, եւ եթե անցած կիրակի հիշեցինք, թե ինչպես եկեղեցին սկսեց կանաչել, ընդարձակվել, հզորանալ, այսօր հիշում ենք այն թափված արյունը, որը եկեղեցին ունեցավ շուրջ 300 տարի շարունակ, առաջին հալածանքներից սկսած, վերջացրած 4-րդ դարի սկզբի հալածանքներով։ 10 եւ ավելի սերունդ քրիստոնյաներ իրենց արյունը հաջորդաբար թափեցին հանուն այն ճշմարտության, որը մենք այսօր այսպես հրաբարակային, անվտանգ, անվանում ենք, գոռում ենք, գոչում ենք, փոխանցում ենք, ասելով Քրիստոս հարյավ իմերելոց։ Ուրեմն այդ արյունը թափվեց այս ճշմարտության հաղթանակի համար, որովհետև չարը 3 դար շարունակ, դրանից հետո նույնպես, բայց հիմնականում 3 դար շարունակ փորձեց լռեցնել այս խոսքը Քրիստոսի հարության պատկամի փոխանցումը եւ մարդիկ այս պատկամի համար արյուն թափեցին, իրենց կյանքը տվեցին։ Եվ իրենց կյանքը տվողներից մեկն էլ նաեւ ինքն էր Պետրոս Արաքյալ, որի իր այս խոսքերը ասելուց հետո տարիներ անց պետք է նահատակության պսակին արժանանար խաչելությամբ, բայց պիտի հրաժարվեր իր տիրոջ նման խաչվել, այլ պիտի նախընտրել ավելի մեծ տառապալից ճանապարհ, գլխիվայր խաչելություն, ասելով թե արժանի չեմ իմ տիրոջ պես խաչվելու։ Եվ սա ասում է այն Արաքյալը, որը ուրացավ Քրիստոսին։ Այն Արաքյալը, որին վստահեց Տերը դրախտի բանալիները եւ որը դարձավ վեմ եկեղեցու համար։ Եվ ավասիկ, ինչն է գաղտնիքը եկեղեցու հաղթանակի 300 տարի շարունակ նահատակության եւ նահատակությամբ հաղթանակի։ Ավասիկ հաղթանակի բանալին կարելի է գտնել հենց Պետրոս Արաքյալի այս խոսքերի մեջ, որ չարին չպետք է չարով հատուցել։ Չարի փոխարեն չպետք է չարով հատուցել։ Իր ազնական փորձառությունից է ասում Արաքյալ։ Որ փորձառությունից, ինչի մասին որ արտահայտվեցի։
ինքը ուրացավ Քրիստոսի, երիցս, մերժեց, հրաժարվեց, բայց Տերը իրեն չարով չհադուցեց, այլ սիրով լի հայացքով շուրջ եկավ, նայեց Պետրոսին և Պետրոսը դառնությամբ լացեց և այդ բարությամբ լեցուն հայացքը փրկեց Պետրոսի։ Ուրեմն ինքը այդ շահարուն էր, ինչպես այսօր ասում են, շահարուն էր չարի դեմ չարով չհադուցելու։ Տերը իրեն չարով չհադուցեց, չզրկեց այն արտոնությունից, ինչ տվել էր, չզրկեց դրախտի բանալիներից, չզրկեց բեմը լինելուց, չզրկեց իր սիրառատ հայացքից, այլ այդ անիմանալի, անընդգրկելի, անհասկանալի չարիքը, որ գործեց Պետրոս նախ իր և հետո շրջապատի և ապա Տիրոջ նկատմամբ ուրանալով, Տերը չարով չփոխհատուցեց, այլ թողեց իրեն իր առաքելության բարձրության մեջ, ներեց իրեն իր նկատմամբ գործված անօրենությունը և վերականգնեց իրեն իր նախկին փառքի մեջ։ Հետևաբար, երբ որ Պետրոս առաքյալը այս խոսքը ասում է, չի ասում իբրև մեկը, որը երբեք չարիք չի գործել և չի ներվել, այլ խոսում է իբրև մեկը, որը անօրենություն է գործել հենց Տիրոջ նկատմամբ և հենց Տիրոջից ստացել թողություն և ներում։ Դրանով իր խոսքը դառնում է առավել վավերական, առավել հեղինակավոր, առավել ընդունելի, առավել թելադրելի և առավել ընդօրինակելի։ Ուրեմն ոչ թե ինքը Պետրոս առաքյալ ասում է մի բան, որ իր հետ չի կատարվել, այլ ասում է, խոսում է մի բանի մասին, ինչը իր կյանքի անհատական փորձառությունն է։ Եվ հետևաբար այս թելադրանքը լսած և չլսած քրիստոնյաներ 300 տարի շարունակ այս սկզբունքով ապրեցին, այս սկզբունքով գործեցին և այս սկզբունքով հաղթանակեցին չարի։ Որովհետև Պետրոս առաքյալը չի ասում չարին պետք չի հաղթել, ասում է չարի նկատմամբ չարով պետք չի հատուցել։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ չարի դեմ չարով չհատուցելով է, որ քրիստոնյա եկեղեցին, քրիստոնեությունը հաղթեց չարի։ Պատկերացրեք, եթե քրիստոնյաները այդ հեզությունը, այդ խոնարհությունը Աստուծո կամքի առջև չցուցաբերեին, չէին հաղթելու։ Լինելու էին մնայուն քաղաքացիական պատերազմներ, մնայուն արյունահեղություն փոխադարձ և մնայուն կորուստ բոլորի համար։ Բայց ինչպես մեկն է ասել քրիստոնյաների հալածիչներից, ասում է մեր սրերը բթացան, բայց իրենց նահատակության պատրաստակամությունից չհրաժարվեցին, ինչպես ասացի 10 սերունդ և ավել։ Հետևաբար, երբ որ այսօր Կարմիր կիրակին ենք նշում և հիշում ենք այդ նահատակների թափածարյունը, պիտի հասկանանք նաև, թե ինչ գաղափարաբանությամբ, ինչ փիլիսոփայությամբ, ինչ վարքագծի հիման վրա իրենք գործեցին այդ հրաշքը, որովհետև առ այսօր հասկանալի չէ, ինչպես կարելի է 300 տարի նահատակությունից հետո դուրս գալ հաղթանակած։ Բայց մարդկային տրամաբանության առջև անհասկանալին շատ բացատրելի է աստվածային տրամաբանություն, որ ասում է, եթե Աստված մեր կողքին է, ով կարող է լինել մեզ հակառակ։ Ուստիև, եթե մենք ցանկանում ենք չարին հաղթել, բամբասանքը մեր կյանքից վերացնել, ուրեմն նույնիսկ այդ բամբասանքի և մեր նկատմամբ գործված չարիքի պայմաններում ինչ պիտի անենք մենք, ասում է առաքյալը, պիտի օրհնենք, մեր բերանից անեծքի խոսք չպետք է հնչի։
Բամբասանքին, բամբասանքով չպետք է պատասխանվի, զրբարտությանը, զրբարտությամբ չպետք է պատասխանվի, չարիքի դիմաց, չարիքով չպետք է հատուցվի, այլ ինչպես ասում է մեր Տերը, բարիքով հաղթեցեք չարիք։ Երբ որ երբեմն ասում ենք չարին չարով մի հատուցեք, մոռանում ենք Տիրոջ այդ պատկամը եւ ոմանք փորձում են մեկնաբանել այն իմաստով, թե քրիստոնեությունը հեզերի, խոնարհների, տգարների, թույլերի, ողորմելիների կրոն է, որոնք պատրաստ չեն ոչ իրենց պատիվը, ոչ իրենց անունը, ոչ իրենց կոչումը, ոչ իրենց առաքելությունը պաշտպանելու։ Այդպես չէ բնավ։ Քրիստոնյան ամենահզոր, իրական քրիստոնյան ամենահզոր մարդկանցից է, որը հնարավորություն ունի, հզորությունը ունի չարին բարիով հաղթել։ Եվ ահավասիկ այսօր Կարմիր կիրակի այս խորհրդին ի պատասխան մեր մտածումը, խորհուրդը եւ նաեւ վարկագիծը պետք է լինի Պետրոս Արաքյալի սահմանած այս կանոնին համապատասխան։ Ոչ թե չարի դեմ չարիք, բամբասանքի դեմ բամբասանք, այլ օրհնեցեք ձեր անիծիչներին, ինչպես ասում է Ավետարանը։ Դրա համար չի ասում օրհնեցեք անեծքը, այլ օրհնեցեք անիծողներին, որպեսզի իրենց դա թողություն լինի իրենց մեղքերի համար, եւ եթե չապաշխարեն եւ թողության չգան, այս ձեր օրհնության խոսքերը կայծակներ լինեն իրենց գլխին, վերջին դատաստանի ժամանակ։ Այսօր մենք եւս ապրում ենք մի փուլ, որ պայքարի փուլ է, չարի դեմ պայքարի փուլ է, չարը միշտ փոխում է իր կերպը, դեմքը, դիմագիծը, միշտ չէ որ հանդես է գալիս սպառնացող տեսքով, երբեմն հանդես է գալիս նաև քաղցրալեզու, սրտին եւ մտքին հաճելի բարեր ասելով, որովհետև իր նպատակը ոչ թե չարիքի իբրև տեսանելի չարիք հաղթանակն է, այլ մեր հոգիների պարտությունն է, որ մենք պարտվենք, տեղի տանք եւ հանձնվենք չարին եւ չարիքի հաղթանակը դրանով ապահովված լինի։ Հետևաբար այսօր այո, այն հալածանքները չեն, ինչ որ էին, եւ այսօր մեր կարմիր արյունը անհրաժեշտ չէ թերևս, ինչպես անհրաժեշտ էր այն ժամանակ, բայց առաքյալի խոսքը մնում է նույնքան աժմեական, որովհետև այսօրվա չարիքը, որ գործվում է մեր դեմ, Քրիստոսի դեմ, Քրիստոսի եկեղեցու դեմ, դարձյալ ակնկալում ենք, որ դրա պատասխանը լինի օրհնություն։ Ինչպես Տերը խաչի վրա ասաց, Տեր, թող ներիր սրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում։ Շատ լավ էլ գիտեին, թե ինչ են գործում, բայց Տերը ուզում է ասել, որ թող իրենց այս գիտակցած մեղքը համարվի չգիտակցված մեղք, որ նշանակում է ավելի իջնի իրենց պատասխանատվության չափը։ Նույնը ասաց առաջին նախավգան, առաջին Մարտիրոս, Ստեփանոս, Տեր թող, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում։ Եվ այսօր մենք, եթե իրական եւ ճշմարիտ քրիստոնյաներ ենք, մեր նկատմամբ գործված չարիքին, մեր նկատմամբ գործված զրբարտություններին եւ բամբասանքներին, պիտի պատասխանենք օրհնությամբ եւ ասենք, Տեր, ներիր իրենց, որովհետև չգիտեն, թե ինչ են գործում, եթե նույնիսկ շատ էլ լավ գիտեն, թե ինչ են գործում։ Այս պետք է լինի մեր հին ու նոր պատասխանը միշտ, եւ սրանով պիտի կարողանանք հաղթել, սրանով ենք հաղթել։ Եղել են երբեմն դեպքեր, երբ որ քրիստոնյաները տգարացել են, չարի դեմ չարով են հատուցել, դրանով միայն տուժել են։ Դարձյալ ասում եմ, խոսքը չարին հաղթելու մասին չի, այլ չարին չարիքով պատասխանելու մասին։ Հետևաբար այս հինանց շրջանում, երբ որ առավել եւս երբեմն ակտիվանում են
եկեղեցվո նկատմամբ չարիք գործելու դեպքերը մեր պատասխանը պետք է լինի առաքելական խոսքին համապատասխան չարին չարով չհադուցելու Քրիստոսի հարությունը հենց չարին չարով չհադուցելու մեծագույն դեպքն է իր նկատմամբ գործված ոճիրին բարությամբ ոչ թե համապատասխան չարիքով հաղթելու իրականությունն է եւ որի համար այսօր Կարմիր կիրակի այս խորհրդով մեր հին ու նոր նահատակների թափած արյան խորհրդով որ սերմն է եկեղեցվո որ դրանից հետո առավել եւս ծաղկել է եւ ծաղկում է եկեղեցին եւ պտղաբերում այս նույն խորհրդով առաքելական այս նույն պատգամին համաձայն չարիքին չարիքով չհադուցելու նմանողությամբ ահավասիկ եւս մեկ անգամ ընդդեմ բոլոր տեսակի մեր նկատմամբ գործված չարիքների եւ զրբարգությունների մենք պարզապես հայտարարում ենք ասելով եւս մեկ անգամ Քրիստոս հարյա իմերելոց